Երեկո իմ սիրելի բալիկներ, սիրելի փոքրիկներ, ես վստահ եմ, որ ձեզանից շատերը արդեն գիտեն կարդալ, գիտեն տառերը, ճանաչում են բոլոր տառերը և կարողանում են փոքր-ինչ կարդալ գրքեր։ Գիտեք, սիրելի բալիկներ, եթե կարդում եք գրքեր, դառնում եք բանիմաց, ձեր առջև գրքերը բացում եք զարմանահրաշ աշխարհ, և իմ բանիմաց փոքրիկները շատ ավելի խելացի են դառնում։ Կարծում եմ, որ իմ խորհուրդը կլսեք և ձմեռային արձակուրդների ժամանակ կկարդաք գոնե մեկ հատ գիրք։ Իսկ հիմա հարմար տեղավորվեք ու լսեք այս հեքիաթը, որ հիմա ձեզ կպատմեմ, և որ կոչվում է Կրյան և Սարդը։ Մի անգամ Սարդը իր տնակում համեղ ճաշիկ էր պատրաստել, իսկ Կրյան էլ հարևան երկրից այդ կողմերով էր անցնում, շատ էր հոգնել, և երբ տեսնում է Սարդին, Սարդը նրան հրավիրում է անմիջապես ներս ու ասում է. «Համեցիր, ես համեղ ճաշ եմ պատրաստել, նստիր, հանգստացիր, համ տես արա ճաշը»։ Բայց ասեմ ձեզ, որ այս Սարդը շատ բկլիկն էր, և դժվար էր հավատալ, թե ինչպես էր նա կիսելու իր համեղ պատառիկը Կրյայի հետ։ Դրա համար էլ ասում է. «Կրյա ջան, դու շատ հեռվից ես եկել, խնդրում եմ գնա լճակը, ձեռքերդ ոտքերդ լվա, նոր արի մաքուր նստիր սեղանի շուրջ»։ Կրյան նայում է իր ձեռքերին ու շատ է ամաչում, իրոք շատ կեղտոտ էին։ Նորից դուրս է գալիս, դանդաղ հասնում է լճակը, լվանում, հետ է գալիս, բայց մինչև հետ է հասնում, նորից տեսնում է, որ ձեռքերն ու ոտքերը կեղտոտվել են, ու Սարդը նորից նրան ուղարկում է լճակը։ Ահա այսպես մի քանի անգամ գնալ գալուց հետո Կրյան հասկանում է, որ Սարդը խաբում է, և երբ Կրյան վերջին անգամ է գալիս, տեսնում է, որ Սարդը ամբողջ ճաշիկը կերել է։ Այդ Սարդը շատ բգլիկն էր և հատուկ Կրյային տանջում ու չարչարում էր։ Կրյան հասկանում է, որ Սարդը նրան հատուկ էր այսքան տանում բերում, ու ասում է. «Ոչինչ, այ կտեսնես, մի օր ես քեզ արժանին կհատուցեմ»։ Սիրելի բալիկներ, Կրյան հեռանում է։ Կրյան ապրում էր ջրում։ Մի օր էլ այնպես է պատահում, որ Սարդն է անցնում այդ կողմերով։ Սարդը շատ հոգնած էր, նրա բարակ ոտիկները հոգնել էին ու ճոճվում էին արդեն, և շատ սոված էր։ Իսկ Կրյան մի այնպիսի համեղ ճաշ էր պատրաստել, որ Սարդը չէր դիմանում հոտից։ Եվ Կրյային տեսնելով ասում է. «Կարելի է ես գամ մի քիչ հանգստանամ, հաց ուտեմ»։ Իհարկե կարելի է, ասում է Կրյան, բայց Կրյան չէր մոռացել Սարդի հյուրասիրությունը։ Դե թռիր ջուրը։ Սարդը թռնում է ջուրը, բայց Կրյան ասում է, որ իր տնակը ջրի տակն է, և Սարդը անպայման պետք է սուզվի։ Սարդը շատ թեթև էր և չէր կարողանում սուզվել, իսկ Կրյան ամեն անգամ ջրից դուրս էր գալիս բերանը լիքը ծամելով։ Սարդը արդեն ուշագնաց էր լինում սովից։ Ի վերջո Սարդը գլխի է ընկնում, թե ինչու է Կրյան այսպես վարվում իր հետ։ Սարդը հասկանում է իր սխալը ու այլևս երբեք այդպես չի վարվում։ Ահա այսպիսի խրատական փոքրիկ հեքիաթ իմ փոքրիկ հեռուստադիտողների համար։ Սիրելի փոքրիկներ, ահա և ավարտվեց մեր հանդիպումը։ Խոստացեք ինձ, որ չեք տխրելու, չէ՞ որ վաղ այս նույն ժամին մենք նորից կհանդիպենք։ Իսկ հիմա ես ուզում եմ մաղթել բարի գիշեր, թե մեծ, թե փոքր իմ հեռուստադիտողներին ու ցանկանալ աշխարհի ամենաքաղցր ու բարի երազները։ Բարի գիշեր։